Բարև ընկերներ, ինչպե՞ս եք։ Այսօր հերթական բացահայտումներով լի օրն է մեզ սպասվում։ Շնորհակալ եմ աջակցության եւ վստահության համար։ Նախ ցանկանում եմ տեղեկացնել, որ երեկ մենք գտնվել ենք Արմավիրի մարզում, առաջիկայում հանդես կգամ այնտեղ տիրող անօրինականությունների մասին, որոնք անցել են բարոյականության սահմանները։ Այսօր դեռ շարունակում եմ Շիրակի մարզին անդրադառնալ, Անի խոշորացված համայնքում տեղի ունեցող թալանին եւ ապօրինություններին։ Բայց մինչ սկսելը ցանկանում եմ փոքրիկ զգուշացում անել։ Անանիկ Ոսկանյան, ֆեյքերիդ ֆաս հրաման տալուց առաջ երկար մտածիր։ Կարող է այդ քայլը նոր բացահայտումների սկիզբ դառնա, իսկ ֆեյքերին էլ հորդորիր, որ հետևեն Տիկինի օրինակին։ Դե Տիկին Սահակյանի մասին է խոսքս։ Ճիշտ եմ, չէ, Անանիկի եղբայր Արամ Ոսկանյան։ Մի անգամ էլ ֆեյքերը սկսեցին խաղեր տալը, ապա վստահեցնում եմ, հաջորդ անգամ ծանր կլինի ձեր վիճակը ձեր համայնքում տեղի ունեցած բացահայտումից հետո։ Հիմա անցնենք Սարիկ Մինասյանին։ Ընկերներ, տեղեկություններ եմ ստացել, որ Սարիկ Մինասյանը աշխատանքից հեռացնում է հասարակ վարորդի, ով, այսպես ասած, հանդգնել է հանդիպել ընկերոջը Տաշիրի Սամվել Կարապետյանի կուսակցության գրասենյակի մոտ։ Հիմա հարց. Պարոն Սարիկ, բա ուր մնաց հեղափոխությունը։ Հիշում եք, ձեր կուսակցության ղեկավարը միշտ ասում էր՝ մերժենք Սերժին, բայց կարծես նույն Սերժի մեխանիզմներով եք առաջնորդվում։ Պարոն Սարիկ, տեսնում եք, չէ, ես չեմ հայհոյում ընդհանրապես, միգուցե ինձանից համբերություն սովորեք եւ հարգանք դիմացինի նկատմամբ։ Սարիկ Մինասյան, հույս ունեմ, որ քաղաքական կամք կունենաք եւ ձեր սխալ որոշումը կուղղեք, իսկ վարորդին էլ հորդորում եմ, որ իր իրավունքները վերականգնի դատարանի միջոցով։ Ընկերներ, իսկ հիմա հասանք Մարալիկ կամ Անի խոշորացված համայնք։ Պարոն Արման Սարիբեկյան, ինչպե՞ս եք, լավ քնում եք։ Հիմա հերթով կասեմ, թե ինչու էի եկել Մարալիկ։ Ընկերներ, պարզվում է Անի համայնքում կա մի գյուղ, որի վարչական ղեկավարը 2002 թվականից պաշտոնավորում է ու ասում են գյուղը սարքել է սեփական տարածք։ Այսպես, ըստ ստացված տեղեկությունների, Անի համայնքի Բագրավան գյուղի մասին է խոսքը, որի ղեկավարը նախկինների ժառանգ Արտյոմ Պետրոսյանն է։ Ըստ ստացված տեղեկությունների, մեր սիրելի հզոր հեղափոխական գյուղապետ Արտյոմը գտնվելով ստապ վիճակում, այսինքն չօգտագործելով ալկոհոլ կամ որևէ թմրամիջոց, կարողացել է իրենով անել Բագրավանի բուժ հաստատության շենքը, որը հետագայում դարձել է իր բնակարանը։ Ասում են, որ հանուն երկրի շենացման եւ սեփական մեքենա ունենալու մոլուցքի Արտյոմը հանուն Միցուբիշի մեքենայի վաճառել է համայնքային նշանակության հողամասը, որը հետագայում վերածվել է հանքի։ Արման Սարիբեկյան, իդեպ ըստ տեղեկությունների, ասում են, որ Արտյոմը իր գյուղապետարանի երկու աշխատակիցների, որոնք նոր են ընդունված եղել, բանկային քարտերը իր մոտ է պահում եւ ինքն է ստանում աշխատավարձերը։ Արման Սարիբեկյան, իսկ հիմա ուշադրություն։ Ասում են, Արտյոմը նաև նոր հանքավայր է սկսել շահագործել։ Ստացված տեղեկատվության համաձայն, դուք եւս փայատեր եք այնտեղ։ Եթե չկա նման բան, ապա պետք է ձեր թիմում հայտնված թալանչիները արագ մաքրվեն, ձեր իսկ ձեռքով։ Ձեր եղբոր հիշատակը պետք է դուք մաքուր պահեք։ Իդեպ Արման Սարիբեկյան, Մարալիկից բազմաթիվ բողոքներ եմ ստանում, որ սկսել եք ճնշել քաղաքացիներին։ Մի արեք նման բան, դրա համար եւս պատասխան եք տալու օրենքի առաջ։ Բժոնների կապ ժպտերես պլանկաշների դարաշրջանը ավարտված է։ Ընկերներ, այսօր այսքանը, հարգանքներով ձեր հայը։